Թույլատրվում է արդյոք տվյալ իրադրությունում կարմիր ավտոմոբիլի վարորդին շարունակել երթևեկությունը։ Արգելվում է։ Որ հետագծով է թույլատրված հետադարձը։ Միայն Ա. Թույլատրվում է աջ բակ մտնել հետընթաց կատարելով նշված իրադրությունում։ Ոչ. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն կարգավորվող է համարվում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն բաժանարար գոտի է համարվում ճանապարհին հարակից և երթևեկելի մասերը բաժանող կառուցվածքորեն և համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի դեպքում։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե առանց տրանսպորտային միջոցի հաշվառումն իրականացնող մարմնի թույլտվության, տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարել են փոփոխություն, վերասարքավորումներ։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե անվահեծի կամ անվասկավառակի վրա առկա են ճաքեր, անվահեծի ամրացման, անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ են առկա, երկու դեպքում էլ. Նշաններից որն է ցույց տալիս միակողմ երթևեկության ճանապարհի հատված, տարբերակ երրորդ. Տվյալ ճանապարհային նշանների ազդեցությունը տարածվում է ճանապարհի այն կողմում, որտեղ դրանք տեղադրված են։ Այս խաչմերուկում նշաններից որ ուղղություններով կարող են շարունակել երթևեկությունը։ Ա և Բ. Նշված գոտով երթևեկելիս թույլատրվում է երթևեկությունը ձախ և հետադարձ։ Խաչմերուկը երկրորդը կանցնի կապույտ ավտոմոբիլը։ Խաչմերուկից անմիջապես հետո գոյացած խցանման պայմաններում մուտք գործել խաչմերուկ թույլատրվում է միայն, եթե շրջադարձ կամ հետադարձ են կատարելու։ Եթե կարգավորողի աջ ձեռքը պարզված է առաջ, ապա նրա ձախ կողմից ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է բոլոր ուղղություններով, ինչը ցույց է տալիս ընդհանուր լայն գծի տեսքով գծանշումը։ Երթևեկելի մասի հիմնական գոտու և թափառքի գոտու միջև առկա սահմանները։ Որ վայրում է թույլատրվում կանգառ կատարել։ Միայն Ա և Բ. Ինչպիսի առավելագույն արագությամբ է թույլատրվում տրանսպորտային միջոցի քարշակումը ճկուն կցիչով։ 50 կմ/ժ. Լուսնասպիտակ գույնի առկայծող պարուսիկները միացրած տրանսպորտային միջոցի վարորդը տալիս է հատուկ ձայնային ազդանշան, որպեսզի ոստիկանության ծառայողների և այլ անձանց ուշադրությունը գրավելու համար։ Կարելի է նշված հետագծով երթևեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան։ Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը։ Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է 12-ից 18 շնչառական շարժում մեկ րոպեում։ Ավարտել 20-ից 20